Ողջույն սիրելի հայրենակիցներ, սկզբից մի հարց տամ, դուք պատասխանեք այնուհետ ասեմ ինչի մասին է խոսքը։ Եթե դուք ունենայիք միլիոնավոր դոլարներ, արդյոք դուք ներդրում կանեիք միջազգային ճանաչում չունեցող երկրում։ Այդ հարցին պատասխանեք ու հետևեք տեսանյութին։ Տեսեք, կադրում դուք տեսնում եք Արցախի Հանրապետությունում կառուցված միջազգայինորեն չճանաչված Արցախում կառուցված հիվանդանոց 25 միլիոն դոլար ներդրմամբ։ Այս ամենը արել է Սամվել Կարապետյանը։ Կառուցել է հիվանդանոց, որը պատրաստ էր դիմագրավել ցանկացած տեսակ հարձակում, որը կպաշտպաներ մեր հայրենակիցների կյանքը, առողջությունը, առաջին օգնության հնարավորություն կտար։ Սակայն սա միակ ներդրումը չի, որ արել է Սամվել Կարապետյանը Արցախում այն ժամանակ, երբ ոչ մեկ չէր համաձայնվում Արցախում որևէ տեսակ ներդրում անել, Սամվել Կարապետյանը Արցախում շարունակում էր գումարներ ծախսել։ Հիվանդանոցից բացի արդիականացրեց նաև էլեկտրական ցանցերը։ Ինչի համար։ Որովհետև լավ հասկանում էր, որ Աստված մի արասցե, եթե մի օր հարձակում լինի Արցախի վրա, ապա թշնամին առաջին հերթին կհոսանքազրկի Արցախը, որովհետև ռազմավարական լուրջ նշանակություն ունի հոսանքազրկումը։ Այդ ամենը հասկանալով վերակառուցվում էր ամբողջ էլեկտրական ցանցերը Արցախի, ենթակայանները։ Անգամ պատերազմի ավարտից հետո բլոկադայի ժամանակ Սամվել Կարապետյանը շարունակում էր Արցախում գումար ծախսել, վերանորոգում էր բոլոր այն ենթակայանները, որտեղ հարձակման էր ենթարկվել մեր Արցախը։ Ու այս ամենը խոսում է այն մասին, որ Սամվել Կարապետյանը մեծ հայրենասեր է, ով առանց մեկ վայրկյան մտածել միակ մարդն էր, ով Արցախում գումար էր ծախսում, որ ունենանք ուժեղ Արցախ, բայց ապիկար կառավարման պատճառով, ինչպես գիտեք, կորցրեցինք մեր Արցախը, բայց մենք չենք ցանկանում կորցնել նաև Հայաստանը։ Այդ իսկ պատճառով ժամանակն է այն փոփոխությունների, որոնք թույլ կտան ունենալ կայուն եւ երկարաժամկետ խաղաղությամբ ուժեղ Հայաստան։